Նախորդ շաբաթ տեղի ունեցավ երկու երկրների քաղաքահասարակության ներկայացուցիչների հանդիպում, իհարկե բուռն քննարկումներ էմոցիոնալ դաշտում ծավալվեցին մեր ներսում, ասում էին ինչ էկոակտիվիստ, ինչ բնապահպան, դրանք կեղծ են, հերիք չի կեղծ էին, մեր շրջափակման ենթարկեցին արցախահայերին, հիմա էլ հայտնվել են Երևանում, ինչ կարող եք ասել, իսկապես հասարակությունները գիտակցում են, որ պետք է գնալ շփումների, որ ամեն դեպքում պատերազմել անվերջ հնարավոր չէ։ Ես այդ շփումների կողմնակիցն եմ երկու ձեռքով, ինքս մասնակցել եմ Բրյուսելում այդպիսի շփումների ադրբեջանցի, շատերի հետ ովքեր եկել էին Հայաստան, բայց այնտեղ կային դեմքեր, կոնկրետ մեկ հոգու ես նկատեցի եւ դրա մասին խոսել եմ, որ էկոակտիվիստ Տեսեք, փորձագետի տարբերությունը սովորական քաղաքացուց ինչու՞մ է, նա պետք է լինի օբյեկտիվ, հակառակ դեպքում դա պրոպագանդիստ է։ Այսինքն, եթե մենք ասում ենք ադրբեջանցի փորձագետ է եկել, ուրեմն նա պրոպագանդիստ է, փորձագետ չի, եւ կարդում ես այդ կինը ինչ է ասել շրջափակման օրերին, որ այստեղ էկո հանցագործություններ են եւ իդեպ մեր իշխանությունները ասում էին, որ դա սուտ է, իրենք էկոակտիվիստ չեն։ Հիմա երբ մենք քննադատում ենք ասել, որ չէ, լավ կին է, կներեք, այսպես կենցաղային ասեմ, օբյեկտիվ է, դա ցույց է տալիս, որ դուք այն ժամանակ սուտ էիք ասում, որ դա։ Չէ, նաեւ ասում են դա է իրենց քաղաքասարակությունը, մենք պետք է աշխատենք իրենց հետ, այսինքն փոխել չենք կարող իրենց։ Քաղաքասարակությունը 6 հոգի չի։ Այնտեղ շատ ազնիվ մարդիկ կան, ես անկեղծ ասում եմ, շփվել եմ իրենց հետ, կարելի է այդ մի կնոջը, որը շատ լուրջ վատ համբավ ունի, Հայաստան չհրավիրել։ Ինչը իրենք Կարող ենք ասել, որ հատուկ էին ուղարկել։ Հայերը թող իմանան ով հատուկ կարող են ուղարկել։ Իսկ մեր քաղաքասարակության այն անդամներին, որոնք քննադատել են ադրբեջանյան կհրավիրեն, փոքր կասկածում եմ։ Այդպես որ նայեք Ռուսաստանի քաղաքասարակությանն էլ հրավիրեք, որ ասում է Հայաստանն էր մեղավորն, հիմա պետք է շփվենք, թե չէ, չի կարելի, սա հետո ասում են մենք տենց որ նայենք, բոլորը պատերազմել են հայերն ու ադրբեջանցի, խոսքը ժողովուրդների մասին չի կրկնում, սա փորձագետ է։ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ են պատերազմում, եւ խաղաղություն լինի, ես չեմ պատկերացնում, որ Կիևը հրավիրի ուրեմն իրենց մոտ մի փորձագետի, որը նախկինում ասել է, դա հանցագործություն չի, որ մենք սպանում ենք ուկրաինացիներին, դա հատուկ օպերացիա է, չէ՞, պիտի այս առումով ուշադիր լինել։ Էլ չասած ներողություն, որ ես չեմ հավատում, որ Ալիևը մի օր հայցեր կրկին չի ներկայացնի Հայաստանը, նա հետ չի վերցրել էկո հանցագործություններ, ես կինն էլ կգա վկայություն կտա մեր թեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մինչև կանդրադառնանք ներքաղաքական հայտնի զարգացումներին, ամփոփենք այս թեման, ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը արգելքի վերացման մասով, նաև քաղաքասարակության ներկայացուցիչների շփումները եւ հայտարարվել է, որ առաջին աշխատանքային խմբերն են ստեղծվելու մինչև տարեվերջ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Այսինքն գործնական փուլ ենք մտնում Վաշինգտոնյան համաձայնությունների իրականացման առումով։ Նախ մենք պիտի հասկանանք, իսկ Արցախի քաղաքասարակության անդամներ լինելու են թե ոչ, օբյեկտիվ ոսկե չի վերաբերեն, որ Ռուսաստանը ինչպես ասի դա ճիշտ է, որովհետև եթե մենք հրավիրում ենք այսպիսի էկոակտիվիստների, որոնք Արցախի հարցում ունեցել են տեսակետ, օբյեկտիվ կլինի, որ Արցախից էլ լինի եւ խոսքը անկախության մասին չի լինելու, հենց էկո հանցագործությունների մասին Ադրբեջանը այնպիսի զենքեր է կիրառել, որոնք էկո հանցագործությունների ավանդակ կարող ենք մենք 44-օրյա պատերազմի ժամանակ անցկացնել։ Պիտի շփվել, մշտապես ես խոսել եմ Թուրքիայի հետ էլ պիտի շփվել, այսինքն ինչու պիտի Ռուսաստանը ինքը մեզ ասի, դե ես կխոսեմ, գնա մեր հաշվին պայմանավորվի, հետո գա մեր վրա վաճառի իր պայմանավորվածությունը եւ պատմություն ցույց տալիս, որ անդադ մենք դրանից տուժում ենք, ինչի մենք իրավունք չունենք խոսել, չենք կարողանում խոսել։ Ռուսաստանը ինքը մշտապես մեզ իհարկե ոչ անկեղծ կոչ է անում 3+3 հարթակում կարգավել հարաբերությունները, այսինքն որ իրենց հարթակը չի ամերիկյան նախաձեռնությունը, դա է վատը, ընդդիմությունը որ քննադատում է պիտի ասի, ես ասեցի կոնկրետ ինչ է քննադատության արժանի էր, բայց ինքնին շփումներում դրական են վերաբերում։ Հիմա իշխանություն, հոգևորականություն այդ արճակատումը ոչ միայն չի հանգուցալուծում, այլև խորանում է։ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գիրակի մասնակցելու է հերթական պատարագին, որը մատուցելու է կարգալույծ եղած քահանան։ Հիմա ինչու չեն գտնում հաշտության եզրեր։ Որովհետև նպատակը հաշտության եզր գտնելը չի, նպատակը այո, ընտրություններին մասնակցելն է այս լոզունգով։ Լոզունգներից գլխավորը այս ընտրություններին լինելու է ընդդեմ այն հոգևորականների, որոնք պղծում են, դա իրենց լոզունգն եմ ես ասում, եկեղեցին։ Մյուս կողմից հարց է առաջանում, պետք է օբյեկտիվ լինել, բա ինչ անենք, չմաքրենք եկեղեցին, իրենց հատվածը ինչ է ասում։ Եկեղեցու խնդիրները միշտ էլ հայտնի են եղել, գոնե Գարեգին երկրորդի ոչ օբյեկտիվության մասին, բայց process-ը պիտի լինի այնպեսին, որ դա չկապվի ընտրությունների հետ։ Եվ երկրորդը միանշանակ օրինական մեթոդներով, այդպես գաղտնի նկարել, տեղադրել, հիմա բարձր այլ ասում են մենք չենք նկարել, բա ով է նկարել, սա շատ կարևոր է։ Ես այսօր տեսա, որ Արշակ Սրբազանը, ասեմ, դիմել է դատարան անձնական կյանքի հրապարակման, խախտման վերաբերյալ իրավունքի, այսինքն, բայց այդտեղ զրպարտության մասին ես չտեսա, այսինքն պիտի հասկանանք նա հերքում է այնինչ կա, թե ասում է ինչու եք հրապարակել իրավունք չունեք։ Սա հարցի այլ կողմն է։ Բայց ես դեմ եմ, որ այդպիսի ուրեմն նյութեր հրապարակվեն, որովհետև մի կողմ որ դա անձնական կյանքին իրավունքը խախտում է, այլև եկեղեցուն ընդհանուր վարկաբեկում է, որովհետև եթե այժմ մենք Գարեգին երկրորդի մասներ եւ մենք ասում ենք ինքը եկեղեցին չի, հիմա բարձվում է կներեք այնտեղ շատ են այդպիսի դեպքերը եւ եկեղեցու անունն է տուժում, մեր հարևան երկրների աչքին է դա այսպես հաճելի թվում, բայց խախտվել է օրենք մանկապղծության վերաբերյալ, խախտվել է օրենք քաղաքացիական դատավարության, տնտեսվարության վերաբերյալ, կոռուպցիայի, չգիտեմ, հարկեր չվճարելու, կապ չունի կաթողիկոսը թե ով է, վարչապետը թե ով է, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Դուք իշխանության խնդիրը ասացիք, թե ինչ խնդիր է լուծում, ընտրություններին ընթരാճ ըստ էության փորձում է հանրության երևի այսպիսով վստահությունը շահել, բայց եկեղեցին ինչ խնդիր է լուծում։ Եկեղեցին կարող էր չխորացնել ճգնաժամը, կարող էր չգնալ արճակատման կամ հոգևորականները էլի, չասենք եկեղեցին։ Խնդիրը եկեղեցին է ստեղծել, սկսել իր քաղաքական գործընթացներին մասնակցելով։ Հիշում ենք Բագրատ Գալստանյանի, Աճապահյանի։
Դրան հակազդեցություն որպես Նիկոլ Փաշինյանը սկսել է այս գործընթացը։ Սա քաղաքական կոմպոնենտ է, որը զուգակցվում է հայրենասիրական, քրիստոնեական այդպես կոչերով։ Եկեղեցին, քանի որ կենտրոնից է ղեկավարվում, ես խոսել եմ դրա մասին, որից ղեկավարում է նաև հայաստանյան ընդդիմությունը, նրանք միասնական են, որովհետև քննադատություն չկա նախկին իշխանությունների հանդեպ եւ իրենք օբյեկտիվ չեն Ռուսաստանի գնահատելու վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ եկեղեցու ակտիվությունը, Մարիա Զախարովայի եւ Կիրիլի հայտարարությունները վկայում են, որ իրենք աջակցում են այս ինստիտուտին քաղաքական նպատակներ ելնելով։ Նրանց լոզունգն էլ սա է լինելու, քանդում են մեր եկեղեցին։ Սա մենք վերափոխում ենք այս կողմը, այն կողմը քանդում են եկեղեցին եւ ժողովրդին պետք է բևեռացնեն։ Եվ մենք տեսնում ենք իրոք վերնագրերը, երբ եկեղեցուն են վերաբերում, ժողովուրդը մեծ ուշադրությամբ դիտում եւ հետաքրքրությամբ եւ դա բնական է։ Երբ դրա մասին չի խոսում ես ծրագրերից կամ Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերներից, դա էլ է կարեւոր, ես չեմ ասում, մենք ասենք դա կարեւոր չի, բայց դա կարեւոր է ոչ թե որպեսի բևեռացնենք, այլ որպեսի խնդիրները լուծենք օրենքի դաշտում, ոչ թե գանք իրար վիրավորենք, բայց մի կարեւոր բան ասեմ, եկեղեցու սպասավորները շատ տգեղ էին իրենց դրսևորում, օբյեկտիվ խոսենք իշխանության հանդեպ, վիրավորում էին ընդհանուր մինչև արտաքին տեսքը, ընտանիքը եւ չի կարելի։ Հիմա որ ասում են Փաշինյանը վիրավորում է, ես դա չեմ արդարացնում, բայց եթե հոգեվորականը, նույնիսկ քաղաքական գործիչը չէ, ինքը առաջինը մտնում է այդպիսի դաշտ, սատանա եւ այլն, բա երբ հակազդեցություն է ստանում, ասում են արա այնպես, ինչպես ուզում ես, որ քո հանդեպ անեմ։ Տեսեք, այս իրավիճակը վերլուծելուց շատ փորձագետներ, վերլուծաբաններ բերում են Մոլդովայի օրինակը եւ ասում են այնտեղ հաջողությամբ կարողացան պայքարել ռուսական ազդեցության գործիքների դեմ, այդ թվում եկեղեցին, որը հանդիսանում է այդ գործիքներից մեկը։ Հիմա այն մեթոդներով, որով որ իշխանությունը պայքարում է, սա որքանով է նման Մոլդովայի օրինակին, կհաջողի թե չի հաջողի Հայաստանի իշխանությունը կկարողանա ի վերջո այդ ազդեցությունը այնքան նվազեցնել, որ դա չազդի ընտրությունների արդյունքի վրա օրինակ։ Մոլդովայի օրինակը գիտեք ինչով է տարբերում։ Ես չեմ լսել, որ Մայա Սանդուն պոպուլիստական հայտարարություններ անի։ Նա մի անգամ ասեց եւ սկսեցին գործել եւ արագ, շատ արագ։ Այսինքն դա ձայն հավաքելու նպատակ չուներ։ Այո, իհարկե լոզունգներից մեկը այն էր, որ սա ռուսական այսպես ազդեցությունն է, բայց այնտեղ մենք այսպիսի բաներ չենք տեսնում։ Այստեղ կասկածելի է, թե դա ինչու է տիրաժավորվում, բայց նույնիսկ հարց է ինձ մոտ առաջանում, իսկ ընտրություններից հետո շարունակվելու է այդ գործընթացը։ Թե կանգնելու է, որովհետև եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է Գարեգին երկրորդին փոխել, կան ինչ-որ եպիսկոպոսներ, որին աջակցում են, հիմա դրա մասին են, չէ՞ խոսում, որ կան շրջանակներ, որ շուտով Գարեգին երկրորդին անվստահություն կա այդեն։ Ընտրությունը ինչպես է իրականացվելու, ով է ընտրվելու։ Վլադիմիր Պուտինը հանգիստ չի հանձնելու կարևոր ազդեցության լծակներից մեկը, արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Պուտինի հետ գնալ արդեն ուղիղ առճակատման, որոնք են լինելու հետևանքները իր եւ Հայաստանի համար։ Շատ մեծ հարցեր կա։ Բայց այո, Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ երբ օրենքը աշխատում է, դա նույնիսկ Եվրոպայում օրենքը աշխատեց, թե բռնապետությունը, երբ ղեկավարը ասում է եւ նրա ասացի հետքերով միանգամից կտրուկ կանցնում են գործողությունները։ Սա Ադրբեջանի քաղաքասարակության հարցին նման է։ Այսինքն պետք է շփվել, բայց պիտի տեսնել ովքեր են գալիս։ Հիմա նույնը պետք է օրենք հաստատել, բայց փաստեր պիտի ներկայացնել, ոչ թե ուղղակի այո ասել Վրաստանի վարչապետի նման փակում են կուսակցություն եւ Հիմա օրինակ ինչ են անում, ասում են ընդդիմության Սաակաշվիլի կուսակցությունը լրտես է պետքա փակենք, որևէ փաստ չկա։ Իսկ Մոլդովայում մեծ ուրեմն հետաքննություն իրականացվեց, եվրոպական բոլոր հայտնի պարբերականները հրապարակեցին, փաստերով, ձայնագրությունով, կոչվում է Շորի ցանց։ Իլոն Շորը ինչպես է գումարներ ուղարկում Մոլդովա։ Հիմա արդեն Եվրոպայի որևէ երկրում չի կարող հարց առաջանալ, որ Մայա Սանդուն անօրինական կասեցրել է կուսակցությունների գործունեություն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը փոխարենը գա 7 տարի ասի, որ իրեն գործակալ են եւ 5-րդ շարասյուն են դրսից էլ գումար են ստանում եւ պետք է ներկայացնի փաստեր եւ այդ խնդիրները օրենքով լուծի առանց այս աղմուկի եւ ներկայացումների։ Իսկ եթե նա դա չի անում, ուրեմն սա հերթական ընտրության հերթական նույն լոզունգն է։